Ես Նավասարդյան Հայկն եմ, ես այսօր այս ակցիայի շրջանակներում հանձնելու եմ իմ Գարեգին Նժդեհ մեդալը, որով պարգևատրվել եմ 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ինչպես բոլորս ակնհայտ տեսնում ենք, ներկա իշխանությունը հետևողականորեն արժեզրկում եւ իմաստազրկում է այն բոլոր արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք եւ այս մեդալներն ու շքանշանները ստացել ենք։ Մենք մեր այս քայլով ուզում ենք ցույց տալ, որ հաշտ չենք դրա հետ եւ չնայած նրան, որ մեր մեդալները, մեր շքանշանները, մեր պայքարը մեր համար շատ մեծ արժեք ունի, սակայն դրանց հիմքում դրված ավելի մեծ արժեքները, որոնք սիմվոլով չեն արտահայտված, այլ մեր սրտերում են, ոտնահարվում են այսօր, ու մենք այս քայլով ուզում ենք ցույց տալ եւ իշխանություններին, եւ հանրությանը, որ մենք հաշտ չենք սրա հետ ու դեմ ենք դուրս գալիս արժեզրկմանը, այն ամեն ինչի համար պայքարել ենք։ Ինչ ակնկալիք ունեք, ինչ պիտի փոխվի այս իշխանությունները։ Սա մեր կողմից ժեստ է, մեր դիրքորոշումն ենք հայտնում, ակնկալիքների մասին հետագայում ավելի մանրամասն խոսենք։ Այսօր ակցիայից դուրս ուրիշ բաներ չենք ուզում ասել։ Մեդալը Բարև ձեզ, իմ անունը Ալբերտ Թադևոսյանն է։ Սենց լավ է։ Սենց։ Իմ անունը Ալբերտ Թադևոսյանն է, ես 20 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցել եմ որպես կամավոր, Արցախի եղնիկների պաշտպանական շրջանում եմ եղել իմ ընկերներ։ Այդ մասնակցության համար ստացել եմ Գարեգին Նժդեհ գերադասչական մեդալ, որից հրաժարվում եմ մեր կառավարության հրաշալի քաղաքականության հետևանքով։ Ես չեմ ուզում կրեմ այն մեդալը, որը հիմա այդ պայքարը չի արժևորում, չի կարևորում մեր իշխանությունը։ Տղաները ըստ էության որոշակի վտանգի առաջել են, որովհետև Ադրբեջանը պահանջ է դնում հանձնել այն բոլոր անձանց, ովքեր պատերազմների ընթացքում Արցախի համար կռիվ են։ Դե Ադրբեջանը անընդհատ ինչ որ պահանջներ է առաջ մղելու, քանի դեռ մեր իշխանությունը ցանկացած հաջորդ պահանջի առանց ինչ որ խնդիր, առանց ինչ որ դիմադրության ամեն ինչին համաձայնվում է։ Դա սկիզբն է, հələ մենք շատ երկար պահանջների ցանկ ենք ստանալու Ադրբեջանից, որը շուտով երևի դրանք էլ կիմանան։ Ասում իրական Հայաստան, խաղաղություն, բոլորովին Հայաստան։ Եթե մեր իշխանությունները մեր պատմությունը մի քիչ ավելի լավ ուսումնասիրած լինեին, կիմանային, որ վերջի մի քանի 100 տարիներ մենք փորձել ենք ապրենք թուրքերի հետ միասին համակեցության որոշակի խաղաղ պայմաններում, բայց ամեն անգամ ստացվում է նույն բանը։ Դա եղել է 100 տարի առաջ, դա եղել է մի քանի տարի առաջ, դա եղել է 200 տարի առաջ ու իրանց բարձր հովանու ներքո նորից է կրկնվելու։ Մենք չենք ուզում ապրենք մի երկրում, որը շուտով գոյություն չի ունենալու իրանց քաղաքականության պատճառով կամ շնորհիվ։ Հա։ Հարցեր կպահեք տեսակ։ Այսքանը։ Բարև ձեզ, իմ անունը Ռաֆիկ Գաբրելյանն է, ես միանում եմ իմ ընկերների նախաձեռնությանը եւ անիմաստ եմ համարում պահպանել սեփական պարգևը, եթե ընկերներս հրաժարվում են, քանի որ մենք բոլոր գործողությունների ժամանակ միասին ենք եղել եւ այդ միասնականությունն է ինձ ստիպում, որպեսզի ես նույնպես հրաժարվեմ, ինչպես նշեցի, պարգևը պահպանել ուղղակի այս դեպքում անիմաստություն եմ համարում եւ միանում եմ իմ ընկերներին։ Սա իմ մեդալն է, որը ստացել եմ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Եվ վերադարձնում եմ պարգևը։ Շնորհակալություն, ավելացնում։ Ներողություն, որ մի փոքր էլի բացեք։ Նկատի ունեք, որ դեմ եք նաև ցեղասպանության ձեր հաղորդագրության մեջ կար ցեղասպանության զրկման քաղաքականությանը, ոչ միայն Արցախի հարցում կամ Հայաստանի իշխան տարածքի հաշվին է զիջումներին։ Ես համամիտ եմ բոլոր այն կարծիքների հետ, որոնք որ իմ ընկերները հնչեցրել են, ավելացնելու ոչինչ չունեմ։ Իսկ հավատում եք, որ հակառակորդով հնարավոր է խաղաղ ապրել, որ տեսել եք, էլի մարտի դաշտում զգացել եք, թե ինչեր են
արել կամ ինչպիսի ատելությամբ են մեր նկատմամբ լծված եղել, իրենց հետ հնարավոր է։ Գիտեք, ամեն կոնկրետ իրավիճակում ամեն կոնկրետ իրավիճակ ունի իր գնահատականը, այսինքն պատմության մեջ կան դեպքեր, երբ որ ստացվել է խաղաղ համակեցությունը հայերի եւ թուրքերի կամ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, բայց վերջին շրջանում չի ստացվում։ Շնորհակալություն։